Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը եւ Հայաստանի միջազգային իրավունքի միությունը ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ մրցույթ են կազմակերպել։ Նպատակը ուսանողների շրջանում ցեղասպանության հանցագործության իրավագիտակցության բարձրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը եւ հայոց ցեղասպանության հանդեպ մասնագետների հետաքրքրությունների բարձրացմանը նպաստելն է։ Քանի որ մեր գործընկերներ եւ կազմակերպության մի շարք անդամներ նաեւ աշխատում են որպես գիտաշխատող ցեղասպանության թանգարանում, ապա քննարկումների արդյունքում գաղափար եկավ, որ 2025 թվականի շրջանակներում կարելի է իրականացնել դատախաղ, որը նվիրված կլինի ցեղասպանության հանցագործությանը, որը միջազգային հանցագործություններից մեկն է եւ երեթե առավել հայտնի հանցագործություն, եթե այսպես կարող ենք ճակերտավոր ասել, անգլերեն ասում են crime of crimes։ Հայաստանի բոլոր բուհերից ոչ միայն իրավաբան ուսանողները, այլ նաեւ ուսանողներ միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն ուղղվածություններից կարող են թիմ կազմել եւ դիմել դատախաղին մասնակցելու համար։ Մրցույթն անց է կացվելու Երևանում, կազմակերպիչները աջակցելու են մարզերից մրցույթին մասնակիցների փոխադրումը։ Կազմակերպիչներն արձանագրում են, որ դատախաղի հանդեպ հետաքրքրությունը արդեն իսկ մեծ է։ Մրցույթը կազմակերպվելու է Արդարադատության միջազգային դատարանի մոդելի ձևաչափով։ Դատական գործում առկա անուններն ու պետությունները հորինված են լինելու, սակայն դեպքերի հիմքում պատմական փաստեր են քննվելու։ Նպատակը նաև որպեսզի հաղորդակից դարձնենք հայ ուսանողությանը ցեղասպանության իրավունքի եւ դատավարական հատվածին եւ նյութաիրավական, այսինքն մասնավորապես ինչպես պիտի ընկալի ուսանողը իրավազորություն կոչվածը, մասնավորապես հենց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կոնվենցիայի շրջանակներում ցեղասպանության 1948 թվականի ընկալի թե ինչ է իրենց ներկայացնում պահանջ ներկայացնելու իրավական հիմքերը locus standi լատիներեն ասված, ինչպես նաև պատճառված նյութական վնասների, ուրեմն փոխհատուցման կամ հատուցման իրավական մեխանիզմները։ Ոլորտի պատասխանատուներն արձանագրում են, որ ցեղասպանագիտությունը երիտասարդ կադրեր ներգրավելու կարիք ունի եւ դատախաղ մրցույթի կազմակերպման նպատակներից մեկն էլ երիտասարդ գիտնականների շրջանում ցեղասպանության հանցագործության հանդեպ մասնագիտական հետաքրքրություն առաջացնելն է, նոր ցեղասպանություններ կանխարգելելու իրավական մեխանիզմների մշակումը։ Կոնկրետ հայոց ցեղասպանության պարագայում իրավական մեխանիզմները շատ քիչ են գործի դրվել եւ հիմա մենք փորձում ենք այդ առումով ցեղասպանության թանգարանի ինստիտուտում եւ ընդհանուր ոլորտով զբաղվող մասնագետների ներգրավմամբ այսպես ասած բացել եւ ակտիվացնել նաեւ ցեղասպանության հանցագործության իրավական կոմպոնենտը եւ հնարավորինս մեծ գործունեություն ծավալել հենց իրավական մեխանիզմներում, կլինի դա միջազգային դատական ատյաններ, կլինի դա ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները կամ ցանկացած այլ փափուկ կամ կոշտ մեխանիզմներ, ինչպես ընդունված ասել իրավաբանության մեջ, որոնք հնարավորություն կտան ինչ որ ձևով անդրադառնալ մարդու իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունեցել ցեղասպանության արդյունքում։ Դատախաղ մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 4-ն է։ Հաղթող թիմը կորոշվի դատախաղի ավարտից անմիջապես հետո։